Քաղաքական ապաստանի տրամադրման կանոնների խստացում Եվրոպական միությունում։ Եվրոմիությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը։ Այսօր հունիսի 12-ից Գերմանիան եւ ամբողջ Եվրոմիությունում ուժի մեջ են մտել ապաստանի տրամադրման նոր կանոնները։ Սա ամենախոշոր բարեփոխումն է, որի նպատակն է նվազեցնել ապաստան հայցողների թիվը։ Ապաստանի տրամադրման նոր համաեվրոպական համակարգի համաձայն ապաստան հայցողների համար Եվրոմիության արտաքին սահմաններին կկիրառվի նախնական ստուգում, իսկ այն երկրների քաղաքացիների համար, որոնց քաղաքացիներին հազվադեպ են ապաստան տրամադրվում, կգործի շատ արագացված ընթացակարգ սահմանամերձ կենտրոններում։ Սա նշանակում է, որ քաղաքացիների ապաստանների դիմումները ավտոմատ կերպով չեն մերժվելու միայն այն պատճառով, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։ Յուրաքանչյուր գործ պետք է գնահատվի անհատապես, սակայն Եվրոմիության նոր կանոնների պատճառով դիմումների քննությունը կարող է ավելի արագ լինել եւ ապաստան հայցողը պետք է ավելի համոզիչ ներկայացնի, թե ինչու չի կարող անվտանգ վերադառնալ Հայաստան։ Գործնականում, եթե Հայաստանի քաղաքացին դիմում է ապաստանի համար Գերմանիային կամ Եվրոմիություն այլ երկրում, ապա այժմ առավել կարևոր է ապացուցել, որ կա քաղաքական հետապնդում, անձնական վտանգ, խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի իրական ռիսկ կամ այլ հիմքեր, որոնք համապատասխանում են փախստականի կամ լրացուցիչ պաշտպանության չափանիշներին։ Եթե դու ապաստան հայցող ես, այս փոփոխությունները չեն նշանակում, որ քաղաքական ապաստան այլևս չեն տալիս։ Եթե մարդը կարող է ապացուցել, որ իր երկրում ենթարկվում է հետապնդման, պատերազմի, խոշտանգումների կամ այլ լուրջ վտանգների, ապա նա դեռևս իրավունք ունի դիմել միջազգային պաշտպանության համար։ Նոր կանոնները, այս խստացումները վերաբերվում են հիմնականում ընթացակարգերի արագացմանը եվրոպական երկրների միջև։ Փաստորեն, մերժում ստացած միգրանտները ամենայն հավանականությամբ կփորձեն տեղափոխվել Եվրոպական միության մեկ այլ երկիր եւ այնտեղ կրկին ապաստան հայցել։ Ապաստան հայցողների ստուգումները Եվրոմիության արտաքին սահմաններին իրականացվում էր նաեւ նախկինում եւ ավելի բարդ էր այն մարդկանց վերադարձի հարցը, որոնց ապաստանի դիմումները մերժվել